Today's conversation is devoted to memory, Այսօրվա զրույցը նվիրված է խորհրդային շրջանի վերջին տարիներին Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական բռնություններին, բռնագաղթի հիշողություններին եւ դրանց հետևանքներին։ Առանց թերագնահատելու գիտական, պատմական եւ քաղաքական վերլուծությունների կամ վիճակագրական տվյալների կարեւորությունը, մենք կներկայացնենք նաեւ ականատեսի հիշողությունները, ով այդ ամենի միջով անցել է մանկության տարիներին։ Մեր հյուրն է ազգությամբ հայ, ամերիկացի գրող, դասախոս, իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը, ով Բաքվից հեռացել է իր ընտանիքի հետ Սումգայիթում սկսված հայկական ջարդերի ժամանակ։ Բռնագաղթի ընթացքում նա իր ողջ ապրումներն ու ականատեսի տպավորությունները գրել է մանկության օրագրում, որը հետագայում դարձավ արտաքսում դեպի անհայտություն վերնագրով հուշագրությունը։ Նրա անձնական պատմության միջոցով մենք կքննենք տեղահանության, ինքնության ձևավորման եւ գոյատևման թեմաներին վերաբերող հարցերը եւ կխորհենք, թե ինչպես է բռնությունը փոխում պատկանելության զգացումը եւ սերունդների միջոցով փոխանցվող վկայության պատասխանատվության ընկալումը։ Miss Աստվածատուրյան, Տիկին Աստվածատուրյան, շնորհակալություն այսօր մեզ միանալու եւ ձեր պատմությունը ներկայացնելու պատրաստակամության համար։ thank you very much. Շատ շնորհակալ եմ։ Our question Հիշում եք այն պահը, երբ առաջին անգամ զգացիք, որ ձեր հայկական ինքնությունը վտանգի տակ է դնում ձեր կյանքը։ placed you in danger. Yes, I believe I have several of those moments, but I think the first one was when Այո, ես հիշում եմ նման մի քանի դեպք։ Առաջին դեպքը, երբ ծնողներս հորեղբորիցս իմացան Սումգայիթի կոտորածների մասին։ Իմ հորեղբայր Տոլիկը աշխատում եւ ապրում էր Բաքվում, բայց երբեմն աշխատանքի բերումով գնում էր Սումգայիթ մեկօրյա գործուղումների։ 1988 թվականի փետրվարին նա որոշ ժամանակ մնաց այնտեղ, քանի որ ստիպված էր թաքնվել հայ լինելու համար։ Նա չկարողացավ վերադառնալ Բաքու եւ հայերի նկատմամբ բռնությունների ականատեսը եղավ։ Բարեբախտաբար նա ողջ մնաց, երբ նա վերադարձավ, մեկ շաբաթվա ընթացքում տեղափոխվեց։ Մեզ համար ցնցող էր, որ մեր հորեղբայրը իմ բոլոր զարմիկները տեղափոխվեցին։ Ծնողներս սկսեցին անհանգստանալ դրանից։ Այդ ժամանակ ես 10 տարեկան էի։ Նրանք չէին ուզում ինձ այդ լուրը հայտնել, բայց ես բավականաչափ հետաքրքրասեր էի այն լսելու համար։ Այս վիճակը ոչ միայն տանն էր, այլև դպրոցում։ Մենք որպես հայ աշակերտներ անմիջապես զգացինք մեր ադրբեջանցի եւ ռուս ընկերների կողմից վերաբերմունքի փոփոխությունը։ Գիտեք, հանկարծ մենք հայ դարձանք։ Մենք գիտեինք, որ հայ ենք, բայց դա չէր շեշտվում։ Մեզ մատնացույց չէին անում, բայց միանգամից մեզ տարանջատեցին։ Ես բավականին փոքր էի, բայց դա այնքան ակնհայտ էր դպրոցում նկատելու համար։ for us to notice that in school. How did your childhood memories of Baku Ինչպիսին են Բաքվի մասին մանկության ձեր հիշողությունները միջև բռնությունները եւ ինչպես հետագայում ձեր անձնական օրագրերը վերածեցիք արտաքսում դեպի անհայտություն հուշագրության։ The childhood, the first 10 years were fairly uneventful. Մանկությանս առաջին 10 տարիները բավականին հանգիստ էին։ Գիտեք, տիպիկ խորհրդային մանկություն էր։ Մենք ապրում էինք շատ համեստ բնակարանում։ Տատիկիս բնակարանը մեզ մոտիկ էր։ Դրա համար կարողանում էինք դրսում շատ խաղալ, լողապ գնալ, ընտանեկան հավաքույթներ անցկացնել, ծննդյան օրեր նշել։ Բոլորը գիտեին, որ մենք հայ ենք։ Գիտեք, մանկության տարիներին ես դրա մասին չէի մտածում։ Ծնողներս անկասկած խոսում էին ապագայի մասին։ Որպես հայ, լավ համալսարան ընդունվելու համար պետք էր վճարել։ Ծրագիրը հետևյալն էր. ես կրթություն պիտի ստանայի Մոսկվայում, քանի որ այնտեղ հայերի նկատմամբ խտրականությունը քիչ էր։ Անգամ եթե խելացի էիր, Բաքվում չէիր կարող ընդունվել ուսումնարան կամ համալսարան։ Որպես հայ, համալսարան ընդունվելու համար պետք էր կաշառել վարչակազմին։ Լավ գնահատականներ ստանալու համար անգամ պետք էր մի փոքր քաղցրացնել ուսուցիչներին, որպեսզի համոզվեիր, որ նրանք չեն նսեմացնի քեզ հայ լինելուդ համար։ Հայրս միշտ խոսում էր 50-ական թվականների իր մանկության մասին, երբ նրանք գնացքով գնում էին Հայաստան։ Նա պատմում էր, որ մեծահասակները գնացքում միշտ նստում էին միջանցքին մոտ գտնվող նստատեղերի եզրերին, իսկ երեխաներին նստեցնում էին պատուհանների մոտ, որպեսզի նրանց չվնասեին։ Քանի որ եղել են դեպքեր, երբ գնացքում ադրբեջանցիները դանակահարել են հայ երեխաների։ Դա 50-ական թվականներն էր։ Հայրս ծնվել է 1947 թվականին։ Այս երևույթները գոյություն ունեին նույնիսկ 1980-ական թվականներին։ Հայրի նկատմամբ բռնությունը տարածված էր Բաքվի ծայրամասերում։ Բաքուն բավականին անվտանգ էր, եւ այդ դեպքերն աննախադեպ էին։ Բայց ես կասեի, որ բռնությունը միշտ էլ գոյություն է ունեցել։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր պապերն ու տատիկները վստահում էին խորհրդային կառավարությանը, որ այն կպաշտպանի մեզ, բայց չէին վստահում ադրբեջանցիներին։ Այսպիսով դա գոյություն է ունեցել։ Կան շատ բաքվեցի հայեր, ովքեր խոսում են այդ մասին,
ովքեր իրենց անցած մանկությունը կամ երիտասարդությունը Բաքվում համարում են խաղաղ, կարծում եմ նրանք հակված են մոռանալ, որ այդ բաները գոյություն ունեին, եւ մենք միշտ Ադրբեջանի երկրորդ կարգի քաղաքացիներ was էինք։ peaceful. I think that they tend to forget those things did exist, and we were always the second-rate citizens of Azerbaijan. So we can Կարող ենք ասել, որ այս փոփոխությունը հանկարծակի չէր։ Դուք արդեն դրանք զգացել եք ժամանակի ընթացքում։ The change was sudden in a sense that Փոփոխությունը հանկարծակի էր այն իմաստով, որ այն բացահայտ էր, մինչդեռ նախկինում այն մի տեսակ կեսակերպ էր։ Գիտեք, ադրբեջանցիները դպրոցների ղեկավարներ եւ տնօրեններ էին, մինչդեռ հայերը երկրորդական պաշտոններ էին զբաղեցնում շատ հաստատություններում, շատ համալսարաններում։ Մենք գիտեինք, որ վերաբերմունքի տարբերություն կար, բայց բռնությունն ու վախը անշուշտ Բաքվում սկսվել են 1980-ական թվականներին, 1987 թվականի վերջին եւ 1988 թվականի սկզբին։ at the end of 80, at the end of 87 and beginning of 88. what is the strongest memory Ձեր ընտանիքը երբ հասկացավ, որ պետք է լքի Բաքվում։ you had to leave Baku? The big memory that sticks out in my mind was when Մի դեպք եւս հիշում եմ։ Մենք ապրում էինք Լենինի հրապարակին, Բաքվի կենտրոնին շատ մոտ, մոտավորապես 4 թաղամաս հեռու։ Հայերի դեմ բոլոր ցույցերն անցնում էին մեր տան կողքով։ Հրապարակ գնում էին միլիոնավոր մարդիկ։ 100,000-ավոր մարդիկ անցնում էին փողոցներով գնալու եւ բողոքելու Ղարաբաղում ապրող հայերի դեմ։ Փողոցներով անցնելիս նրանք կոտրում էին պատուհանները։ Նրանցից ոմանք գիտեին, թե որտեղ են հայերն ապրում։ Ճանապարհին բռնություններ էին գործադրում, եւ սա Բաքվի կոտորածից առաջ։ Այսպիսով 1988 թվականի եւ 1989 թվականի ընթացքում ցուցարարների կողմից տեղի էին ունենում բռնություններ։ Նրանք տանում էին փայտե արկղեր, Լենինի հրապարակում դրանք կոտրելու եւ այրելու, խարույկներ վառելու համար։ Ես հիշում եմ, թե ինչպես մի քանի անգամ թաքնվեցինք մեր բնակարանում։ Մենք շատ հին շենքում էինք ապրում, իրականում պատմական շենքում, որը կառուցվել էր հայ արհեստավորի կողմից 1800-ական թվականներին։ Շենքի պատուհանները փայտե փեղկեր ունեին։ Մի անգամ, երբ տատիկս փակեց պատուհանները, բաց ճեղք էր մնացել։ Ես հետաքրքրվում էի, փորձում դուրս նայել, բայց հայրս ինձ ներս էր քաշում։ Մենք լուր նստած սպասում էինք։ Հայրս դանակներ ուներ սեղանին դրած, ինչպես նա ասաց, դրանք ապահովության համար էին։ Դանակները սեղանին էին, փոքրիկ եղբայրս ծնկներիս, նա 4 տարեկան էր։ Եվ գիտեք, սպասում էինք։ Մի պահ ինչ-որ մեկը թակեց դուռը, եւ մենք լսեցինք, թե ինչպես մեր ադրբեջանցի հարևաններն ասացին ոչ, հայերն այստեղ չեն ապրում, նրանք հեռացել են։ Ինչ-որ պահի նրանք պատրաստվում էին ներս մտնել, սպանել հայրիկից, սպանել մեզ բոլորիս կամ բռնաբարել, եւ դա մի քանի անգամ տեղի ունեցավ 1988 թվականին եւ հատկապես 1989 թվականի սկզբին ու ամռանը։ Մեծ թվով հայեր պարզապես զանգվածաբար հեռացան 1989 թվականին, քանի որ իրավիճակը պարզապես դուրս եկավ վերահսկողությունից։ 1989 թվականի գարնանը դպրոց գնալը վտանգավոր էր։ Տատիկս ինձ ուղեկցում էր, իսկ սեպտեմբերին անհավանական էր, որ հայ երեխան մենակ գնար դպրոց։ Ես տատիկիս հետ էի գնում։ Մենք մեկնեցինք 1989 թվականի սեպտեմբերի 18-ին։ Մայրիկիս հետ կարծում եմ ինչ-որ բան էր պատահել։ Մենք մինչև օրս չգիտենք թե ինչ։ Նա միակն էր, ով չէր ուզում հեռանալ։ Հայրս ուզում էր, բոլորս էինք ուզում հեռանալ։ Բայց մայրիկս չէր հավատում, որ սա կարող է տեղի ունենալ Բաքվում։ Գիտեք, բազմամշակութային միջազգային քաղաքում, որտեղ ապրում են այդքան մտավորականներ ու կրթված մարդիկ։ Բայց հենց կրթվածներն էին, որ իրականում տարածեցին եւ խրախուսեցին մարդկանց զանգվածային բռնությունը, ովքեր իրականում հենց գործադրեցին բռնությունը։ Նրան որպես ուսուցչուհու ստիպեցին մարդահամար անցկացնել։ Այդ տարի Խորհրդային Միությունում մարդահամար էր անցկացվում։ Մայրս շրջում էր բարձրահարկ բոլոր շենքերով ու գրանցում մարդկանց ընտանիքները։ Նրանք ստիպում էին դա անել։ Նույնիսկ գիտեն, որ հայ է։ Կարծես ուզում էին, որ նա վախենա։ Այդպես էլ եղավ։ Ինչ որ բան էր տեղի ունեցել։ Մի գիշեր նա տուն եկավ, կարծեմ սեպտեմբերի 16-ն էր, եւ ասաց. «Ես տոմսեր եմ գնել, կմեկնենք 18-ին»։ Մենք 1 օր ունեինք բոլորին հրաժեշտ տալու։ Ու մենք հեռացանք։ Հայրս մեզ հետ չեկավ, քանի որ աշխատավայրից նրան աշխատանքային գրքույկը չէին տրամադրում, որը պետք էր Երևան գալու համար։ Այդ պատճառով նա մնաց մինչև հոկտեմբեր։ Կարծում եմ նրանք պարզապես ուզում էին հորս վախեցնել։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ հրաշքով փրկվել էր։ Նա մեզ միացավ հոկտեմբերին Երևանում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցավ, կարծում եմ սթրեսի պատճառով։ Մոտ 1 ամիս անկողնում էր։ Հորաքույրերս Բաքվից հեռացան հունվարին։ Մորեղբայրս նույնպես հեռացավ 1990 թվականին։
Նախքան հեռանալը, նա փորձել էր իր բնակարանից իրեր վերցնել, սակայն նրա վրա հարձակվել էին։ Նրան այնտեղ սպասում էին։ Մորաքրոջս իրականում Բաքվից դուրս բերեցին 1990 թվականի փետրվարին, երբ խորհրդային զորքերը վերահսկողության տակ վերցրին օդանավակայանը։ Փետրվարին նա կարողացավ թռչել Մոսկվա։ Անհավանական էր, որ որևէ հայ ողջ մնար։ Նա այս ամբողջ ընթացքում թաքնվել էր, նա չէր կարողացել դուրս գալ։ Նրա ընկերներն ու ծանոթները նրան գաղտնի պահում էին իրենց բնակարաններում։ Այսպիսով ես ունեմ հարազատներ, որոնք հոգեբանական շատ ավելի ծանր վնասներ են կրել, քան իմ ընտանիքի անդամները։ Բայց կարծում եմ հենց այդ հիշողություններն են մնում մեզ հետ։ Այն պահերը, երբ պարզապես գիտես, որ հիմա պիտի մահանաս։ Մյուս հիշողությունը, որ ես ունեմ, ավելի սարսափելի է։ Հիշողություն, որի պատճառով ես արթնանում եմ գիշերները։ Մեր դպրոցի կողքով ցուցարարներ էին անցնում։ Նրանք զայրացել էին, որ դպրոցում դեռ դասեր էին անցկացնում։ Եվ դպրոցի բարձր դասարանցիներին թույլ չէին տալիս գնալ ցույցի։ Նրանք կոտորում էին առաջին հարկի պատուհանները։ Անգլերենի դասի ժամանակ մենք երկրորդ հարկում էինք եւ թաքնվել էինք սեղանների տակ։ Քանի որ նրանք քարեր էին նետում, ամենուր ապակիներ էին կոտրվում։ Մենք լսեցինք, թե ինչպես էին նրանք ծեծում մեր ուսուցիչներին, որոնցից մեկն էլ հայ էր, ով փորձում էր պաշտպանել երեխաներին։ Նա դաժան ծեծի ենթարկվեց։ Գիտեք, ես 6-րդ դասարանում էի սովորում։ Ոչ ոք մեզ հետ չխոսեց այդ մասին։ Մենք բոլորս կարծես գիտեինք, թե ինչ է կատարվում։ Հետո նրանք մեզ դուրս հանեցին։ Ադրբեջանցի երեխաներին թույլ տվեցին գնալ ցույցի, իսկ ազգությամբ հայ եւ ռուս բոլոր երեխաներին տուն ուղարկեցին։ The Azerbaijani kids go protest, and then all the Armenian kids were sent home on the Russian kids. So. That school was not our Այսինքն այդ դպրոցը հայկական չէր, այն բազմազգ էր կամ գուցե միջազգային։ national. There are no Armenian schools in Baku. They shut Բաքվում down. հայկական դպրոցներ չկային։ Հայկական բոլոր դպրոցները փակվել էին 1970-ական թվականներին։ Կային միայն ռուսական դպրոցներ, ռուսերենի ուսուցմամբ եւ ադրբեջանական դպրոցներ։ Այդ պատճառով բոլոր հայ երեխաները գնում էին ռուսական դպրոցներ, որովհետեւ ավելի լավ կրթություն ստանալու հնարավորությունը ռուսերենով էր, հետո ադրբեջաներենով։ Բաքվում հայերը խոսում էին միայն հայերեն կամ ռուսերեն, քանի որ ռուսական կրթություն էին ստանում։ Այդ դպրոցը բազմազգ էր եւ քաղաքի լավագույն դպրոցներից մեկն էր։ Մենք երկրորդ դասարանից անգլերեն էինք սովորում, այսինքն դպրոցը երեխաներին պատրաստում էր դիվանագիտության, լրագրության կամ նման ոլորտների համար։ Այն ավելի մեծ հնարավորություններ էր տալիս։ Այդ պատճառով շոկային էր, որ նման մակարդակի դպրոցում բռնություն էր տեղի ունենում հենց միջանցքներում, եւ դա բոլորը տեսնում էին։ Ադրբեջանցի աշակերտները տանը լսում էին այդ բռնի թշնամական խոսույթը եւ դա բերում էին դպրոց։ Ռուսները չէին կարող որևէ կողմ ընտրել, բայց բոլոր աշակերտների վերաբերմունքը փոխվել էր հայերի նկատմամբ։ Մենք վախենում էինք ասել, որ հայ ենք, կամ նույնիսկ մեր անուններն ասել, մեր ծանոթների շրջանակից դուրս։ And we were afraid to say we were Armenian or even say our names, outside of a circle of people that we knew. How did the Իսկ ինչպես բռնագաղթը հետագա տարիներին ձևավորեց ձեր ինքնությունը որպես հայի։ Well, I think it's very important to note that our Կարծում եմ շատ կարևոր է նշել, որ Բաքվի հայերը շատ հպարտ հայեր էին։ Մենք պահպանում էինք մեր մշակույթը։ Միակ բանը, որ իմ սերունդը երեխաները չէին պահպանում, լեզուն էր։ Հայրս հայերեն էր խոսում, մայրս ոչ։ Այդ պատճառով տանը ռուսերեն էինք խոսում։ Իսկ տատիկ պապիկներս հայերեն էին խոսում։ Ես ինձ ամբողջովին հայ էի զգում։ Շատ հայրենասեր եւ նվիրված իմ մշակույթին։ Բայց նրանք իսկապես տառապել են հայ լինելու համար։ Մենք տառապել ենք հայ լինելու համար։ Ամեն ինչ կորցրել ենք։ Ես իմ մանկությունն եմ կորցրել հայ լինելու համար։ Ադրբեջանցիները երբ սպանում էին մեզ, չեն հարցրել. հայերեն գիտես թե ոչ։ Ուստի անհեթեթ է տարբերակումներ անելը եւ միմյանցից տարանջատելը։ Դա միայն օգնում է մեր թշնամիներին։ Մեզ համար Հայաստանում կյանքը չափազանց դժվար դասավորվեց։ Ես հասկանում եմ, որ տնտեսական առումով Հայաստանը չէր կարող մեզ աջակցել։ Հիմա տեղերը փոխվել են։ Բաքվի շատ հայեր, որոնց ես ճանաչում եմ, օգնել են արցախցիներին, օգնել են Հայաստանին։ Մենք հիշողությունները մի կողմ ենք դրել եւ կենտրոնացել բաների վրա, որոնցով մեր տատիկ-պապիկները կհպարտանային։ Դա Արցախին օգնելն էր։ Ես սկսեցի Արցախին աջակցելու աշխատանքը, երբ ֆիզիկապես կարողացա գնալ այնտեղ։ Ես Արցախի շահերը պաշտպանեցի այստեղ, Մեյնում, որն Արցախի անկախությունը ճանաչած երրորդ նահանգն էր։ Հետո հիմնադրամ ստեղծեցի, որը օգնել ու հիմա էլ շարունակում է օգնել արցախցիներին։ Այսինքն մեր ողբերգությունը Բաքվի դեպքերով չավարտվեց, մեր ողբերգությունը շարունակվեց։ Մենք ուզում էինք կանխել դա Արցախի ժողովրդի դեպքում, ցավոք չկարողացանք կանգնեցնել այն, ինչ տեղի ունեցավ։ wanted to prevent that for the people of Artsakh, and unfortunately, we couldn't stop what happened.
In your view, how do Ձեր կարծիքով, ինչպես են ակադեմիական շրջանակները վերաբերվում ադրբեջանցի գիտնականների եւ փորձագետների պատմություններին, որոնք հայերի տեղահանություններն ու կոտորածները վերագրում են այլ ուժերի, նվազագույնի հասցնելով իրենց սեփական պատասխանատվությունը կամ մեղքը գցելով հայերի վրա։ Well, it's you know, Գիտեք, ցանկացած գիտնական գիտի, որ պատմողն է վերաձևում պատմությունը։ Մենք որպես հայեր սպասում ենք, որ ինչ-որ մեկը պատմի մեր պատմությունը։ Մենք չենք պատմում մեր պատմությունները։ Մենք չենք պաշտպանում մյուս հայերին։ Մենք անընդհատ միմյանց մեջ թերություններ եւ բացեր ենք գտնում, փոխանակ միմյանց առաջ մղենք։ Բոլորն ինձանից հարցնում են, թե քանի հայ է սպանվել Բաքվում։ Չգիտեմ, ես 11 տարեկան էի։ Հայաստանի այդ ժամանակվա կառավարությունը կամ չի փաստաթղթավորել, կամ եթե փաստաթղթավորել է, չի տարածել այս տեղեկատվությունը պատերազմից առաջ 30 տարիների ընթացքում։ Չկան վիճակագրական փաստաթղթեր։ Պատմություններ կան, բայց դրանք գիտական չեն, դրանք վիճակագրական չեն։ Չկան տվյալներ այն մասին, թե քանի բնակարան ենք կորցրել՝ 60,000, 70,000։ Որքան է դրանց արժեքը հիմա։ Որպես փաստաբան այդ թվերն ինձ շատ կարևոր են պատմությունը պատմելու համար։ Եվ եթե դուք դա չունեք, ապա մյուսը կգա եւ կսկսի փոխել ձեր պատմությունը եւ կսկսի խմբագրել այն։ Այսպեսով Արցախյան պատերազմից հետո առաջին բանը, որ ես արեցի, միջոցներ հավաքելն ու արցախցիների մասին տեղեկություններ հավաքագրելն է։ Ինչ են կորցրել, ովքեր են եղել, քանի երեխա, քանիսն են զրկվել ոտքից, քանիսն են վերջույթները կորցրել։ Գիտեք, քանիսն են սպանվել, քանի ուսուցիչ։ Մենք հավաքեցինք այդ ամբողջ տեղեկատվությունը, ավելի քան 39,000 ընտանիքների մասին։ Յուրաքանչյուր հարցազրույց ես անձամբ էի անցկացնում։ Այն 350 հարցից բաղկացած հարցաշար էր։ Հետո այս ամենը ներկայացրի Հայաստանի կառավարությանը ու ասացի. մենք ունենք այս տվյալները հումանիտար, իրավական, բժշկական, հոգեբանական կորուստների մասին։ Ահա, վերցրեք, օգտագործեք։ Արդյոք օգտագործեցին։ Այս տվյալները հիմա պարզապես դրված են այնտեղ, ապագա սերունդների համար, որպեսզի նրանք պարզեն, թե Հադրութում քանի ընտանիք էր ապրում, ինչ էին կորցրել, քանի մեքենա, քանի ֆերմա, քանի կենդանի։ Սրանք մեր պատմության մասերն են, որոնք մենք պարզապես անտեսում ենք, թողնելով ուրիշներին։ Նույնը տեղի ունեցավ Բաքվի հայերի հետ։ Գուցե տվյալներ կային, բայց մենք 30 տարի անհարմար թեմա էինք եւ մեզ անտեսեցին։ Մեր կորուստը անտեսվեց։ Մեզ երբեք չօգտագործեցին որպես զենք։ Մինչդեռ Ադրբեջանն իր փախստականներին օգտագործեց որպես գործիք։ Նույնիսկ այսօր Երևան տեղափոխվելու համար։ Իսկ մենք փոխարենը միմյանց հետ վիճում ենք բարբարի կամ տոլմա պատրաստելու ձևի պատճառով։ Իսկ նրանք մեքենայի նման աշխատել են։ Ես դա տեսել եմ դեսպանատներում անցկացրած միջոցառումների ժամանակ, երբ հրավիրված եմ եղել խոսելու Բաքվի ջարդերի մասին։ Նրանք մեքենայի նման են, աշխատում են որոշակի նպատակի, ազգի շահերի համար։ Եվ ես կարծում եմ, որ դա այն է, ինչ մեզ պակասում է հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում եւ հատկապես հիմա, այդքան շատ բարդ կորցնելուց եւ շարունակաբար կորցնելուց հետո։ Դեռևս ազգային շահ չկա, կա ուրիշների շահ, որը մենք կամ առաջ ենք մղում, կամ աշխատում ենք դրա համար։ Իսկ ազգը շարունակում է փոքրանալ ու փոքրանալ։ Մարդիկ հեռանում են, եւ մենք տարածքներ ենք կորցնում։ Ես զարմացած եմ, որ այս կերպ վարվելով մենք դեռ ունենք Հայաստանը։ Ինչպես ենք մենք գոյատևել։ Ես պատկերացում չունեմ։ Նրանք հաջողում են ոչ թե այն պատճառով, որ հանճարեղ են։ Այո, գուցե ունեն նավթադոլարներ, բայց մենք էլ գումար ունենք։ Մենք ունենք միլիարդատեր սփյուռքահայեր, ունենք գործող պետություն, գործող կառավարություն։ Ուրեմն ինչու ենք ձախողում պատմությունը ներկայացնելու հարցում։ Նրանք պատմում են իրենց պատմությունները։ Նրանք այդ պատմությունները ներկայացրել են եվրոպական երկրներում, եվրոպական քաղաքներում, Եվրամիության մայրաքաղաքներում ու Միացյալ Նահանգներում։ Նրանք պատմել են եւ նրանց հավատացել են, որ մենք ենք ագրեսորը, որ մենք ենք գրավել նրանց տարածքները, որ մենք ենք ցեղասպանություն իրականացրել։ 2020 թվականի հունվարին ես ելույթ ունեցա Հայաստանի խորհրդարանում, Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Առաջին անգամ էր, որ նման միջոցառում էր անցկացվում։ Ես զարմացած էի, որ ինձ հրավիրել էին ելույթ ունենալու։ Ելույթից հետո ես պատմեցի նրանց ադրբեջանական Խոջալույի մասին մի պատմություն։ Գիտեք, քաղաքի բոլոր քաղաքային ավտոբուսներում պաստառներ կային, որոնք քարոզում էին, որ հայերը ցեղասպանություն են իրականացրել, ինչը պատմականորեն ճիշտ չէ։ Այնուամենայնիվ մենք ոչինչ չենք անում դա կանխելու համար։ Առաջին բանը, որ խորհրդարանի այդ մարդիկ արեցին, մոտեցան ինձ ելույթից հետո եւ ասացին. մենք իսկապես գնահատում ենք ձեր աշխատանքը։ Մենք կօգնենք ձեզ ամեն հարցում։ Իսկ ձեզ անհրաժեշտ է, դուք տեղյակ պահեք մեզ։ Իմ պատասխանն այն էր, որ ես չեմ ուզում դա անել։ Դա ձեր աշխատանքն է։ Ձեր աշխատանքն է հակազդել պատմության այս տեսակի աղավաղմանը եւ արձագանքել դրան։ History distortion and funding to them. Thank you.
And to someone Շնորհակալություն։ Եվ ամփոփելով, ինչ հույս ունեք, որ մարդիկ լսելով վերապրածի պատմությունը, այլ ոչ թե վիճակագրություն կարդալով, կհասկանան Բաքվի եւ Սումգայիթի բռնությունների մասին։ Well, I think it was pretty amazing. Կարծում եմ դա իսկապես զարմանալի էր, որպես անհատ, ով անցել է հոգեբանական ծանր փորձությունների միջով, իր սեփական մաշկի վրա զգացել է բռնությունը։ Ես երբեք նպատակ չեմ ունեցել հանրային մարդ դառնալ։ Երբ իմ գիրքը հրատարակվեց, ինձ հրավիրեցին Վաշինգտոն, Կապիտոլիում, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականների առաջ ելույթ ունենալու իմ փորձի մասին։ Դա 2012 թվականն էր։ Լսում էի այդ բոլոր դիվանագետներին։ Հետո խոսեցի ես եւ տեսա, թե իմ կարճ ելույթն ինչ ազդեցություն ունեցավ լսարանի վրա։ Ի տարբերություն քաղաքական գործիչների ու դիվանագետների ելույթների, դա իսկապես ազդեց նրանց վրա, եւ ես հասկացա, որ մեր ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի դա իմ թե ուրիշների միջոցով։ Շատ կարեւոր է պատմել այս պատմությունները։ Հենց այդ պատճառով ինձ համար կարեւոր էր արձանագրել արցախցիների կորուստները, որովհետեւ նրանք չեն կարող գնալ ու խոսել կոնգրեսում, իսկ այդ տեղեկությունն մի օր օգտագործվելու է, լինի իրավական թե քաղաքական համատեքստում։ Բայց գիտեք, մենք չունեցանք մեր Աննա Ֆրանկը հայոց ցեղասպանության ժամանակ։ Մենք չունենք մեր Աննա Ֆրանկը, որը կներկայացվեր Ամերիկայի յուրաքանչյուր դպրոցում։ Օրինակ, իմ երեխաները մշտապես կարդում են Հոլոքոստի մասին։ Բայց 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին խոսելը գրեթե նույնն է, ինչ ատամներ քաշելով փորձել նրանց համոզել, ընդունել, որ դա տեղի է ունեցել։ Գիտեք, Միացյալ Նահանգներն ազատ երկիր է, որն այժմ ընդունում է այս տեսակի իրողությունները։ Այնպես որ նույնիսկ հիմա դա նման է պատմություն պատմելուն։ Մեր սեփական պատմությունը կարևոր է։ Ոչ ոք չէր սպասում, որ մեր ցեղասպանություն վերապրածները կխոսեն սեփական անունից։ Նրանց երեխաներն ու թոռները խոսեցին նրանց անունից։ Եվ այո, 105 տարի պահանջվեց հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, բայց դա տեղի ունեցավ։ Ես կարծում եմ, որ մարդիկ ակնկալում են, որ Բաքվի հայերը նմանապես կխոսեն իրենց անունից։ Բայց ես երեխա էի, եւ իմ ծնողները չէին կարող դա անել։ Հոգեկան այն ծանր ապրումները, որ նրանք կրել են մեր երեխաներիս համեմատ, շատ խորն է, մեծամասամբ ավելի ծանր։ Ուստի Բաքվի հայերից խոսել, ակնկալելն իսկապես ամբարտավանություն է։ Կարծում եմ անհրաժեշտ է ունենալ այնպիսի ռեսուրսներ, որ մեր պատմությունն այլ կերպ ներկայացվի։ Օրինակ ներկայացնելով մահացածների վիճակագրությունը։ Պարզեք, դուք կարող եք օգտվել խորհրդային արխիվներից, չէ՞։ Քանի բնակարան ենք կորցրել, ինչ արժեին դրանք, եւ պահանջեք փոխհատուցում մեր անունից։ Մի սպասեք, որ մենք ինքներս միլիոնավոր դոլարներ կհավաքենք, որպեսզի դատի տանք Ադրբեջանին։ Մենք դեռ արթնանում ենք մղձավանջներից, դեռ առողջական խնդիրներ ունենք մեր ապրածի պատճառով։ Եվ հենց Հայաստանի կառավարությունն է, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանում եւ Սփյուռքում, որ պետք է խոսի Բաքվի, Սումգայիթի եւ Կիրովապատի մասին։ Դուք նշեցիք Սումգայիթը, բայց ոչ Կիրովապատը։ Պետք է հոգ տանենք բոլոր հայերի մասին, այդ թվում արցախահայերի, որովհետեւ այդ պատմությունը եւս կկորչի։ Ով է միլիոնավոր դոլարներ ծախսում ադրբեջանցի փախստականների վրա։ Ադրբեջանի կառավարությունը, այսինքն փախստականները չեն, որ հավաքվում են։ Միլիոններ են գտնում ու դատի տալիս Հայաստանին, Եվրոպական դատարանում։ Դա անում է Ադրբեջանը, իսկ հայ փախստականների համար նման բան տեղի չի ունենում։ Who spends millions of dollars on Azerbaijani refugees? Azerbaijani government. So, it's not the refugees coming together raising millions of dollars and suing Armenia in the European Court of Human Rights. It's Azerbaijan. That's not happening for Armenian refugees. Thank you very much. Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրն էր Աննա Աստվածատուրյան Թերքոթը, ազգությամբ հայ ամերիկացի գրող, դասախոս, իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան։